Դու իմ կողքին հավետ մնա Սերը հավերժ է Եկ դու կաս Նա կչկվի Եթե գնաս Ես երջանիկ եմ Որ դու կաս Ինձ չթողնես Գորջան, հիշում ես չէ, մենք նույն օրը զաքսավորվեցինք։ Դու նանան եք են թոքից փախացի հետ, ես ու Ալան մայիսի հետ ենք։ Ձեր վկան են վիկաներ, իմ ու Ալլայինն է մայիսը։ Խրշնաբուծյանի մայիսը, գիտես, ցենտր տղա է, ցավը տանեմ։ Նա իմ սիրուն աղջիկը։ Ուրա։ Դեմքը ծանոթ է։ Ում։ Մորը թե աղջիկը։ Սրանք հաստատ մեր ու աղջիկ են։ Չի կարող պատահել, տարբեր են։ Ինգա ես քաղաքում լավ է, չէ։ Անդարդ, անգործ ժողովուրդ են ես քաղաքացիք։ Ահա, չէ, մեզ նման։ Սաղ օրը գործ, գործից պրսում չկա, գործ։ Շան չարչարանք է էլի մեր կյանքը։ Հլը նայի, կաֆեները լիքը, այգիները լիքը, ավտոներն է տակին խրխռում։ Բայց որ հարցնես լասեն ալում, որ փող չունենք, բա որ դու ամեն օր կաֆեում նստում ես, էդ փողը որտեղ ես, բա, չէ որ ամեն նստելը 3000-4000 դրամ ծախսի, չէ, ինգա ասում եմ քաղաքում լավ է, չէ։ Գյուղից են հաստատ։ Չէ, աղջիկը գյուղացու նման չի։ Այ Գորջան, եմեկվա գյուղացին մեզանից լավ է հակնում ու մեզանից լավ տեսք ունի։ Այդ լհացելուն մին է, ամեն ինչը տեղը, սնունդը տեղը, մակուրոթը տեղը, ամեն ինչ բավոնց, մի երկու հարգանի տներն էլ տակները, առավոտ կովերին հանում են հանդեն ուղարկում, իրանք մի քիչ այգում նենց բզբզում, ցանկ, վանք, ջրջնգել, ու վեցից ազատ են կայֆավատ են լինում։ Մեզ նմար սաղ որ ես քաղաքում ես օդը չեն շնշում։ Աղջիկը շատ սիրում է։ Մերն է ոչինչ։ Ճիշտ է։ Ուրեմն քեզ էլ Արմենն ասել։ Չէ։ Ես եմ Արմենին հայտնել Հայկի մասին։ Սպասի մեր ջան։ Պարզումա որ այդ ամեն ինչը լուրջ է, հա։ Հիշում ես են Սևանցի ծերունը։ Այդ Աղաբեկ Գրիգորյանի, ոնց չեմ հիշում մեր ջան։ Քեզ որ ձերբակալել էին, ես գնացի քննիչի մոտ, որ այդ մարդը նստած էր այնտեղ, որպես վկա։ Հլա մի թեթևել կապանք իրար։ Մի ապակող նորոշեք վկային։ Դու կարող ես գնալ։ Ես? Մի րոպե։ Սոտերի տոպրակը բացել է, քննիչ մարդ ես, չես հասկանում, որ սուտ է խոսում, սուտ վկայություն է տալիս։ Ես ինչ օգուտ ունեմ, որ սուտ խոսեմ։ Ես ինչ իմանամ ինչ օգուտ ունես, ինչի ես սենց բան անում, ինչի ես հոգուտ վրա մեղք վերցնում, մեծ մարդ ես, չես ամաչում։ Դու ինձ ծանոթանք մի տուր, ես կոմունիստ եմ եղել, կուսակցության նվիրյալ ծառա, կոլխոզի նախագահ։
եւ ամբողջ կյանքում անարդար գործ չեմ արել։ Սրանայի։ Լուսի, մեծ աղբեր, արի մի հատ իրար հասկանա։ Ձենդ կտրիր, ես Սաղաբեկ Գրիգորյանն եմ, դու ով ես։ Էդ մարդու տղենա քեզ պատմել, հա մեր։ Հա Ռաֆո, նա սուտ խոսելու հորինելու պատճառ չուներ։ Նրա հայրը ինքն է իր աչքով տեսել, թե ինչպես են հայկին առվանգում։ Տեսել է, որ նավակից դուրս են քաշել ու տարել։ Վադալազները։ Գիշեր է եղել։ Ծերունին տեսնել չէր կարող, բայց ենթադրում է, որ երկու հոգի են եղել։ Ինձ լսի, Մեհեր, բայց այնուամենայնիվ հնարավոր է չէ, քաշել են նավակից ու ջրի մեջ խեղդել։ Ամեն ինչ հնարավոր է, Ռաֆո, բայց ես հակված եմ մտածելու, որ հայկին չեն սպանել, առևանգել են։ Մեհեր, իսկ էդ Սևանցի մարդու տղեն, Աղաբեկի տղեն, հատուկ եկել էր քեզ այդ մասին ասի, թե պատահական եք իրար տեսել։ Չէ, կինը ծննդաբերում էր։ Ես ռեստորան հրավիրեցի, աչքալուսանքի համար խմելու։ Այնտեղ էլ պատմեց հայկի պատմությունը։ Մի երկու բաժակ խմեց ու պատմեց։ Եթե խմած չլիներ, չպատմեր։ Իսկ Արմենը բոլոր դեպքերում այդքան էլ չի հավատում, որ հորը առևանգել են։ Գիտեմ, ինձ էլ ասաց։ Այս ամեն ինչը հասկանալի է, Մեհեր ջան, բայց այդ Աղաբեկի տղեն դու ոնց իմացար, որ դրա կինը ծննդաբերել է, ոնց իմացար այդ մասին։ Ես մշտական կապի մեջ եմ այդ ընտանիքի հետ, մշտական։ Այդ Սևանցի ծերունին իմ պատճառով զոհվեց, Ռաֆո։ Իմ մեղքով։ Ես պարտավոր էի հոգ տանել նրանց մասին։ Էս ինչ մարդ ես դու, Մեհեր, դու անուղղելի մարդ ես, ոնց որ ամբողջ աշխարհի հոգսը քեզ են տվել։ Հա, ես բան չեմ ասում, էլի օգնի, էլի կողքների նեղի, բայց ինչի ես քեզ մեղավոր ուզգում այդ ցավդ տանեմ, դու ինչ մեղք ունես։ Չգիտեմ։ Ես երկու-երեք անգամ եղա այդ Սևանցի ծերունի մոտ, յուղում զրուցեցինք, բայց նա ինձ ոչինչ չպատմեց։ Հասկանում ես, Ռաֆո, ես պիտի գտնեի հայկին սպանողին, որ ինձ արդարացնեի որդուս Արմենի աչքում։ Այդ իմ այցելությունների մասին իմացել են, հետևել են ինձ, հետո վախեցել են, որ ճշմարտությունը կբացահայտվի ու վերացրել են միակ վկային։ Մեհեր ջան, ով ա վերացրել։ Ես այդ հարցի պատասխանը ունեմ, Ռաֆո, բայց ներիր, չեմ կարող ես ասել։